Բարև ձեզ հարազատներս, այսօր ուզում եմ պատմեմ, թե իմ հոգու զարգացման ուր եմ եկել հասել, որ էտապում եմ, ինչ քայլեր եմ անում, գուցե հետաքրքիր լինի, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն մի քանի օր առաջ մեքենան կանգնացրեցի, որ գամ տուն, այս Գայի արձանի կողքը Նանսենի փողոցի վրա մարդ էին տակակցել, սպանել, տոպրակի մեջ փաթաթած, այդ մարդը գետնին պարկած, ոստիկանները կանգնած, այդ մարդու աշխարհի վերջ եկավ, վերջացավ, այդ էր, որս որ մահանում ենք, աշխարհի վերջը մեր համար գալիս է։ Ինչ տարավ իր հետ, ոչ մի բան, մի հոգի էին տվել, որ այդ մարմնի մեջ աճի զարգանա, ու չիմացանք, որ էտապում այդ մարդը հասցրեց, ինչքան հասցրեց, այսքաններ։ Ու ես որտեղ եմ, հիմա Աստծո օգնությամբ այն էտապում եմ, որ զգում եմ, որ կանգնած եմ իմ հոգևոր զարգացումը միտեղ եկել կանգնել էր, ոնց որ թե ինձ թվում էր լավ գործեր եմ անում, կան մեղքեր, որ ոնց որ կպած են մաշկից հետ, այնքան շատ ես արել, որ արդեն քեզ հետ մի անձելն ես արդեն իրենց հետ, զգում եմ, որ առաջ չեմ գնում ոչ մի ձև, ու երկար ժամանակ արդեն մի քանի տարի այդ նույն մակարդակին եմ, ու Աստված գթած, ու հիմա կարդում եմ, արդեն ասել եմ Սուրբ Անտոնի գրառումները եւ զուգահեռ նայում եմ Սուրբ Պայիսիոսի ֆիլմը, Սուրբ Պայիսիոս Ֆարասիներից մինչև երկինք, Yandex-ում հավաքում եք Svitoy Paisi iz Farasina Nebesa, առաջի սերիա, հետո նույն բանը հավաքում եք երկրորդ սերիա, որ ուրիշ ձև չի բերում։ Տենց օրը մեկն եմ նայում, որ շատ չլինի, որպես դաս լինի, որպես օրվա դասը։ Շատ նման է մեր պատմությանը, Ֆարասին Կապադովկիայում է, հույներին թուրքերը մեր նման քշել են, եկել են Կապադովկիայից եկել են Հունաստան, ու պատմում է, որ ինչ հոգևոր հայր են ունեցել, բարձրաստիճան հոգևոր զարգացմամբ, այդ հոգևոր հայրը այդ գյուղը ոնց էր կրթել, հոգևոր ինչ լավ մակարդակի է, դա ոնց որ ուսումնական ֆիլմ լինի, որ նայեք, տեսնակ մայրը ոնց պիտի իրան պահի, հայրը ոնց պիտի իրան պահի, հոգևորականը, երեխան, տատիկը ինչ պիտի խոսի, այ դա ոնց որ դաս լինի, որտեվ տեսած չկանք էլ արդեն, տենց չենք տեսնում, շատ քիչ են, ես օրինակ շատ դժվար է, շատ ցածր մակարդակ ենք, այ դա որ նայում ես, ու իհարկե այդ գյուղից էլ կծնվեր Սուրբ Պայիսիոսը, սուրբերը այդտեղից պիտի, նախնական գոնե մի մակարդակ պիտի լինի, մենք բոլորս գետնին պարկած, դեմքով էլ դեպի գետին կպած ենք, այդտեղից ոնց պիտի զարգանանք, որ մեկը մեջներիցս սրբացած դուրս գա, սրբացված դժվար է, ու սա ճանապարհ է, որ պետք է անցնենք, հետաքրքիր բաներ է գրել Սուրբ Անտոն մեծը, արդեն զուգահեռ ուրեմն Սուրբ Անտոն մեծի գրառումները մի անգամ կարդացի, բայց դա բավարար չի, օրը մի փոքր հատված փորձում եմ կարդալ, մարսել, որտեղ դա կտակարանի նման լուրջ գիրք է։ Ու շատ հետաքրքիր բան ասեց, որ ինձ օգնեց Սուրբ Անտոնի գրառումներից, որովհետև շատ սխալ ուսմունքներ կան, որոնք մենք ընդունում ենք որպես ճշմարիտ, ու ես երևի մոտ մյուս տարի 50 տարեկան եմ դառնում, պատկերացրեք այսքան տարիներ համոզված եմ եղել, որ դա ճշմարտություն է, որ մենք բոլորս չար ենք, վատն ենք, ու մեր այս կյանքը տրված է, որ մենք մաքրվենք, Աստծուն նմանվենք։ Մինչ այդ Սուրբ Անտոնն ասում է, որ մենք բոլորս շատ լավն ենք ստեղծված։ Աստված չէր կարա չարը ստեղծել։ Մենք բոլորս այդ բոլոր առաքելությունները, որ փորձում ենք ձեռք բերել հիմա, մաքրվել, աստվածասիրություն ունենանք, մարդասիրություն, բարիություն, հնազանդություն, պարկեշտություն, ժուժկալություն, այդ ամեն ինչը ի ծնե մեր մեջ եղել է։ Կա։ Աս երեխան որ ծնվում է, այդ ամեն ինչը ունի։ Մենք ենք այդ երեխային վերցնում, փչացնում, սովորեցնում չարը ընտրել, գիտել հետագայում իրոք եսասիրությունը, որ մեջը գցենք, էլ արդեն չարն ընտրելը շատ հեշտ է։ Մեր ընտանիքի պատմեմ, ծնողներս ուսուցիչներ են, մենք էլ լավից վատից բարձրագույն կրթություն, եղբայրս ամուսնանում է, առաջի երեխան ծնվում է Հայկը, 5 մեծահասակ է տանը։
Ես ու եղբայրս համարը 30 տարեկան ենք, երբ որ Հայկը ծնվել է, ու պատմեմ ոնց ենք մենք այդ երեխան մինչև 3 տարեկան ոչ խոսեց, ոչ լացեց։ Չէինք թողում։ Չէինք թողում 5 հոգի պատրաստ ծառայողներ, այդ երեխային գնում էր զուգարան, կարճ բառեր էր ասում։ Դե շատ ինչի խոսով։ Զուգարան մի 2 րոպե հետո ասում պրծա, որ ասում էր պրծա 5 գլուխ էր մտնում զուգարան, պատրաստ, ինքս էս նայում էր ասում դու մեկին ընտրում, որ այդ երջանիկը պետք է հետույքը մաքրեր, ու իրոք երջանիկ ենք դա անելուց, այսպես էս երեխաներին փչացնում ենք, Աստված պահի բոլոր երեխաներին մերն էլ հետները, էգոիստ ենք սարքում, եսասեր ենք սարքում, այ իմ մեղքերը բոլորը եսասիրություն է, այ դա, որ ինչ եկա, որ ինչի սխալ բան արել եմ այս տարվա մեջ, դա բոլորը ինձ հետ կապված է եղել, որ ես լավ պայմաններ լինեն, որ ես ճիշտ աշխատեմ, որ ես լավ պայմաններ լինեն, լավ ապրեմ, որ ես ճիշտ բան ուտեմ, որ ես ու այս առաքելություններն էլ Սուրբ Անտոնը ինչ է ասում, ինչի համար էր մեզ տված այս բարիությունը, ճշմարտասիրությունը, աստվածասիրությունը, իրոք սրանք այս ամեն ինչը կա մեր մեջ։ Նես չէ որ մարդ տեսել ենք որ մարդ քաղցկեղով հիվանդանում, միանգամից աթեիստն էլ աստվածասեր է դառնում, միանգամից ոչ թե քաղցկեղը բերեց այդ մարդուն աստվածասեր սարքեց, այլ մեջը կար արդեն, ուղղակի այդ զենքը հանեց, սկսեց օգտագործել։ Այդ զենքեր են, դրանք տրված են չարի դեմ պայքարելու, մեղքի դեմ պայքարելու, ոչ թե որ ասեմ, վայ ես բարի եմ, դուք չարեք, վայ ես ճիշտ ընտրություն արեցի, դուք սխալ, ոչ, զենքեր են, որ հանես այդ քո պարկեշտությունը, հնազանդությունը, համեստությունը, մարդասիրությունը, աստվածասիրությունը, որ հանես այդ զենքերը օգտագործես, չարին ծառայելա թողենք։ Մի կարևոր բան էլ եմ ուզում ասեմ, մտքիցս թռավ։ Մի խոսքով սա է, ու այդ մարդուն, որ գետնին տեսա պարկած, տոպրակի մեջ փաթաթած, հետը մտքովս հետ անցա, որ բոլորս պետք է դառնանք Հովհաննես Մկրտիչ ու ասենք ապաշխարեք, ժողովուրդ ջան, աշխարհի վերջն եկել է, եկեք մեզ հավաքենք, չգիտեք որս որ ինչքան կապրենք, քիչ ժամանակ է տված, այս հոգին ներսներումս աճի, զարգանա, ու Սուրբ Անտոնը ասում է, որ իրոք ես 100 տարի ասենք, թե մեզ տրված ես կյանքը ապրելու համար, բայց համեմատենք հավիտենական կյանքի հետ, որովհետև այստեղ մի քիչ այդ եսասիրությունը, այդ բանը թողենք մի կողմ, հոգիներս աճեն, որ կարողանան այդ հավիտենական կյանքը ժառանգել։ Այդ էտապում է։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։